Այսինչ յուրաքանչյուրի համար մայիսը բացի եռատոնի խորհրդից մի այլ խորհուրդ էլ ունի։ Տարիներ կամ գուցե տասնամյակներ առաջ մեզնից յուրաքանչյուրը հենց այս ամսին է սպասել անհամբեր ու հուզումով, ամիս, որը յուրաքանչյուրիս կյանքում յուրահատուկ Ռուբիկոն է եղել, սահմանաբաժան, մինչևի ու այնուհետևի արանքում։ Հենց մայիսին ենք բոլորս հրաժեշտ տվել մեր հարազատ դպրոցին, ասել է թե մեր մանկությանն ու պատանեկությանը։ Եթերում Լոռու մարզպետարանի հասարակայնության հետ կապերի ու լրատվության բաժնի մարզպետանի ժամհաղորդումն է, բարև ձեզ։ Լոռու մարզում 86 միջնակարգ եւ 66 հիմնական դպրոց կա։ Մարզի որոշ դպրոցներ դեռևս խնդիրներ ունեն կապված շենքային պայմանների բարելավման, դիդակտիկ ու լաբորատոր նյութերով համալրման հետ։ Դպրոցաշինության ոլորտում շարունակում են կապիտալ ծրագրերի իրականացումը։ Ընթացքի մեջ են Վանաձորի 24-րդ դպրոցի ամբողջական ու Լեռնապատի դպրոցի մասնակի վերանորոգման աշխատանքները։ Շուտով կսկսվի Դեպետ գյուղի դպրոցի շենքի նորոգման, Վանաձորի 12-րդ դպրոցի տանիքի նորոգման, ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքները։ Կապիտալ ծրագրերի երրորդ փուլով նույնպես նախատեսվում են դպրոցաշինության աշխատանքներ։ Մասնավորապես լուծվելու է Վանաձորի մաթեմատիկական ու բնագիտական առարկաների հատուկ դպրոցի հիմնանորոգման հարցը, Օձունի թիվ 1 դպրոցի մարզադահլիճի ու Թեղուտի դպրոցի հանդիսությունների դահլիճի վերանորոգման հարցը։ Իդեպ Թեղուտի դպրոցի հիմնանորոգման համար շուրջ 20 միլիոն դրամ ներդրում կունենա նաև Վալեքս խումբը։ Ներկայացնելով մարզում կատարված աշխատանքները մարզպետանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետը նշում է, որ նախորդ տարի մարզի դպրոցները համալրվել են համակարգիչներով ու դիդակտիկ նյութերով։ Մասնավորապես դպրոցներին հատկացվել է 400-ից ավելի համակարգիչ, դիդակտիկ նյութերով համալրվել են 14 լաբորատորիաներ, որոնք տրամադրել է Փյունիկ բարեգործական հիմնադրամը։ Մենք այս վերջերս պայմանավորվածություն ենք ձեռք բերել հայ կրթական հիմնարկության հետ եւս 5 դպրոցների նորոգումների հետ կապված, ինչպես նաև սնունդ աշխատանքի դիմաց ծրագրով մենք քննարկումներ ենք ունեցել եւ պայմանավորվածություններ ենք ձեռք բերել եւս 5 գյուղական համայնքների դպրոցների նորոգումների հետ կապված։ Հաշված օրեր են մնացել ուսումնական տարվա ավարտին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչությունում ամփոփում են ուսումնական տարվա արդյունքներն ու աշխատանքներ իրականացնում դպրոցների ավարտական քննությունները բարձր մակարդակով անցկացնելու ուղղությամբ։ Մարզպետարանի կրթության վարչությունը նաև հետամուտ է լինելու նախորդ շաբաթ մարզպետարանի վարչության պետերի խորհրդակցության ընթացքում մարզպետի հանձնարարականի կատարման ուղղությամբ, արգելել հանրակրթական հաստատություններում անօրինական դրամահավաքությունը։ Հանրապետության դպրոցների մի քանի տասնյակ հազար շրջանավարտների համար մայիսի 25-ին կհնչի վերջին զանգը։ Վերջին տարիներին մարզային եւ համայնքային իշխանության մարմինների պահանջով դպրոցները որպես կանոն խուսափում են վերջին զանգին նվիրված մասսայական համաքաղաքային միջոցառումներ անցկացնել եւ սահմանափակվում են միայն կրթական հաստատություններում փոքր հանդիսույթների կազմակերպմամբ։ Վերջին զանգի միջոցառումների եւ ավարտական քննությունների նախապատրաստական աշխատանքների կազմակերպման նպատակով դպրոցներում անօրինական դրամահավաքը կանխելը վերահսկում է կրթության վարչության եւ անձամբ մարզպետի կողմից, գործում է նաեւ թեժգիծ։ Անիրավի, ես կասեի, չհիմնավորված դրամահավաքներից խուսափելու համար, որովհետեւ այդ հարցը մեզ մոտ շատ խիստ է դրված, իդեպ ասեմ, այդ դրամահավաքների խնդիրը, դրամահավաքության հետ կապված խնդիրը մարզպետի ուշադրության տակ է, ինչպես նաեւ մեր վարչության։ Կազմակերպչական նպատակով ֆինանսական միջոցները իրավունք ունեն հավաքել միայն ծնողական խորհուրդները, նշում է Մինաս Սայադյանը։ Քննությունների կազմակերպման ընթացքում դրամահավաքության ահազանգներն էլ մարզպետարան քիչ չեն լարված աշխատանքային օրվա բոլոր ծախսերը պարտավոր են հոգալ ոչ թե ծնողները, այլ կրթօջախների տնօրինությունը։ Եղել են դեպքեր, երբ որ ահազանգեր են ստացել, որ չգիտեմ, քննության կազմակերպման համար այնտեղ թեյախմություն է կազմակերպվում, թե սուրճ են խմում, թե չգիտեմ ինչ են անում, այսինքն հյուրասիրություն է կազմակերպվում քննությանը մասնակցող ուսուցիչների համար, թեկուզ դա փոքր հյուրասիրություն է լինի, կտրականապես մենք արգելել ենք։ Մինաս Սայադյանը նշում է, որ մարզպետարանի իրենց վարչությունում քաղաքացիների ընդունելության հատուկ օր սահմանված չէ, սակայն քաղաքացիները մարզպետարան կարող են դիմել ցանկացած աշխատանքային օր։ Վարչության աշխատանքը միտված է ոչ միայն վերահսկել կրթական գործընթացները, այլ նաև մասնակից լինել դպրոցներում կատարվող իրադարձություններին։ Արդեն 4-րդ տարին է Հայաստանում ընդունելության քննությունները կազմակերպում են ավարտական քննության հետ միասնական կարգով, այսինքն դպրոցում ավարտական քննություն հանձնող պատանին դրանով սերտիֆիկացնում է իր գիտելիքները բու ընդունվելու համար։ Մարզկենտրոն Վանաձորում գործելու են 3 քննական կենտրոններ, որտեղ բուհերում կրթությունը շարունակել ցանկացող մարզի բոլոր բնակավայրերի պատանիները կհանձնեն միասնական քննություններ։ Քննական կենտրոնները կգործեն Վանաձորի 5-րդ ավագ, 18-րդ միջնակարգ եւ 6-րդ հիմնական դպրոցներում։ Այդ 3
այդ կենտրոնները լրիվ բավարար են քննությունները կազմակերպելու համար։ Մայիսի 5-ից հունիսի 1-ը կընթանա դիմումների հայտագրումը։ Հայտագրումից հետո դիմորդները պարտադիր պետք է ներկայացնեն նաև դպրոցների կողմից տրված հատուկ ձևի տեղեկանքներ, հիշեցնում է Մինաս Սայադյանը։ Լրացուցիչ փուլը կսկսվի հունիսի 24-ից մինչև հուլիսի 1-ը, խոսքը հայտագրման մասին է, իսկ քննությունները լրացուցիչ բուհական լրացուցիչ ընդունելության քննությունները հունիսի 25-ից հուլիսի 2-ը։ Մերի Կոլոլյան, Լիլի Դիոլչյան, Մարզպետարանի ժամ։ Լոռու մարզը 40,000 հեկտար վարելահող ունի, որից մշակվում է 23,000-ը։ Լեռնային ու նախալեռնային շատ գյուղերում հողագործության փոխարեն նախընտրում են անասնապահությամբ զբաղվել, որը շատ դեպքերում ավելի եկամտաբեր է։ Մարզի համայնքներում գյուղատնտեսության ոլորտի խնդիրներից առաջինը մատնանշում են գյուղտեխնիկայի բացակայությունը։ Վերջին տարիներին կառավարությունը գյուղացիական տնտեսությունների աջակցության ծրագրեր է իրականացնում։ Նախորդ տարի Լոռու մարզը կառավարությունից ստացել է 6700 տոննա աշտանացանելի տարսորենի սերմացու, որից ստացած առաջին վերարտադրության սերմացուն շուրջ 300 տոննա։ Այս տարի արդեն բաշխվել է մարզի գրեթե բոլոր գյուղական համայնքներին։ Մարզպետանի գյուղատնտեսության վարչության պետը ընթացիկ գյուղատնտեսական տարի նպաստավոր է համարում։ Մարզի շատ համայնքներում աննախադեպ բերք է սպասվում։ Վերջին տարիներին մարզում նկատելի են նաև նոր այգիների հիմնման միտում։ Օրինակ Սարալանջ, Լուսաղբյուր գյուղերում նոր պտղատու այգիներ են հիմնվել, նոր ծառատեսակներով այգիներ են հիմնվել նաև Շնող, Ճոճկան եւ Այրում համայնքներում։ Նախորդ տարվա համեմատ 2300 հեկտարով ավելացել է նաև ցանքատարածությունները, սակայն մարզի բարձրադիր շատ համայնքներում գարնանացանը դեռևս չի ավարտվել, ինչը նշանակում է, որ այս թիվը դեռևս կաճի։ Ընդհանուր առմամբ Լոռու մարզում այս տարի 3500 հեկտար գարի է ցանվել, 500 հեկտար եգիպտացորեն, 4000 հեկտար կարտոֆիլ, 300 հեկտար արևածաղիկ եւ 50 հեկտար բանջարեղեն։ Մարզում գրեթե ամբողջությամբ լուծված է ցորենի որակյալ սերմացուի խնդիրը։ Պարտամետ կառավարությունը շատ լավ օգնել է։ Բոլոր համայնքներում համարյա մենք եղել ենք, տեսել ենք ժողովրդի հետ, խոսացել ենք, բոլորը գոհ են այս տարվա համար։ Եթերում մարզպետարանի ժամն է։ Լոռու մարզպետանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների գործունեության հարցերով վարչության օրենսդրությամբ սահմանված հիմնական լիազորությունը մարզի համայնքների ու հանրապետական գործադիր մարմինների միջև կապի ստեղծումն է, մարզպետին վերապահված պետական կառավարման լիազորությունների արդյունավետ կազմակերպումը։ Վարչությունը ակտիվ համագործակցում է նաև համայնքների ավականու հետ։ Բացի համայնքների ու պետական կառավարման մարմինների միջև կապի ապահովումը, վարչությունն նաև իրականացնում է ուսումնասիրություններ համայնքապետարանների ու նրանց ավականու գործունեության վերաբերյալ, խորհրդատվական աջակցություն ցուցաբերում մարզի 113 համայնքների։ Այդ նպատակով համայնքներում կազմակերպվում են խորհրդակցություններ, հանդիպումներ բնակիչների հետ։ Այս կերպ իդեմս մարզպետարանի համայնքի ղեկավարները տեսնում են հուսալի գործընկերոջ։ Մարզպետը պահանջում է թափանցիկ աշխատելավոճ ոչ միայն մարզպետարանում, այլ նաև համայնքներում։ Այդ աշխատելավոճի արդյունքն է ինտերնետային կայքերում տեղադրվող հավաքանու կայացրած որոշումները, բյուջեի կատարման մասին հաշվետվությունները։ Լոռու մարզպետը կարևորում է նաև մասնակցային կառավարումը, այսինքն հասարակության մասնակցությունը թիմի մարմինների աշխատանքում։ Ամիսը 2 անգամ պարտադիր մարզպետը անց է կացնում մարզխորհրդի նիստ, պարբերաբար իրականացվում է նաև մարզպետի կողմից բնակիչների ընդունելություններ, խորհրդակցություններ։ Եվ համայնքները հանձինս մարզպետարանը տեսնում են իրենց օգնող, աջակցող մի կառույցի եւ այս մթնոլորտում կարծում եմ, որ բավականին դրական առաջընթացներ կան։ Առավել եւս պետք է նկատեմ հետեւյալը, որ մեր մարզպետը կողմ է թափանցիկ աշխատավոճի, հրապարակային աշխատավոճի։ Շարունակում ենք թողարկումը։ Լոռու մարզպետանի աշխատակազմի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնում 2011 թվականին բավականին մեծ աշխատանքներ են կատարվել հատկապես հաշմանդամների իրավունքների պաշտպանության, բժշկական օգնության եւ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար վերականգնողական ծրագրերի իրականացման ուղղությամբ։ Մարզպետանի այս բաժինը ակտիվ համագործակցում է նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ։ Ընտանեկան նպաստի համակարգում փաստագրման գործընթացը եղել է վարչության մշտական ուշադրության կենտրոնում։ Այստեղ եւս ակնհայտ են բարեփոխումները։ Նախկինում, երբ ընտանեկան նպաստի փաստաթղթերի կազմման գործընթացը իրականացվում էր տարվա առաջին 3 ամիսների ընթացքում, հիմա քաղաքացին այդ համակարգում գրանցվել կարող է ամբողջ տարի։ Մեր կողմից ամենամսյա պարբերականությամբ մշակվում են եւ մարզպետին է ներկայացվում ամեն ամիս գործակալությունների կողմից անապահովության գնահատման համակարգում վճարված նպաստների, հրատապ օգնությունների, տարբեր միանվագ դրամական օգնությունների, իդեպ ասեմ, որ բնակչությանը տեղեկացնեմ, որ պետությունը բնակչությանը մատուցում է
պետական նպաստներ, միանվագ դրամական օգնություններ, ուրեմն այդ բաշխվածությամբ։ Պետական նպաստների մեջ մտնում են ընտանեկան նպաստը, երեխայի մինչև 2 տարեկան դառնալը, ուրեմն մորը տրվող խնամքի նպաստը, ուրեմն երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը, ծննդյան միանվագ նպաստը, եւ նաեւ նպաստ է տրվում ազգային հերոսի, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի եւ մատական խաչի, ուրեմն իշխանշով պարգևատրված ընտանիքին որպես աջակցություն։ Իսկ միանվագ դրամական օգնությունների մեջ այն ընտանիքները, որոնք նպաստի համագարկում ընդգրկված են, նրանց այդ նմանատիպ ընտանիքներում ծնված երեխայի դեպքում, ուրեմն բացի պետական նպաստը տրվում է նաև նույն չափով դրամական աջակցություն։ Եթերում մարզպետարանի ժամն է, համայնքային կյանք։ Ալավերդու քաղաքապետարանի ամենշաբաթյա խորհրդակցության ընթացքում քաղաքապետն ամփոփել է նախորդ շաբաթվա իրականացված աշխատանքները, նախանշել նոր անելիքները, տրվել են համապատասխան հանձնարարականներ։ Թափառող անասունների խնդիրը Ալավերդու Սանահին Սարահարթի գլխավոր խնդիրն է։ Լույսը բացվելուն պես թափառող անասունները սկսում են դատարկել աղբարկղերը կեղտոտելով շրջապատը։ Անասնատերերը ծանուցագրեր են ստանում, սակայն երբ գործը տուգանային հանձնաժողով է հասնում, ականատեսները թե պետք գիտեն ում անասունն է, սակայն վկայություն չեն տալիս եւ գործը մնում է բաց։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեց Սանահին կայան թաղամասի 5-րդ շենքի հենապատի հրդեհի հետևանքով 6-րդ մանկապարտեզի վնասված տանիքի վերականգնման խնդիրները։ Տեղեկացվեց, որ մայիսի 15-ից մեկնարկել է Counterpart International կազմակերպության հետ իրականացվող ծրագիրը։ Համատեղ ծրագիրը թիվ 6 մանկապարտեզի սանհանգույցների վերանորոգման համայնքի կողմից անհրաժեշտ ներդրումը իրականացրել է Մանես բարեգործական հիմնադրամը։ Քաղաքապետը նաև իրազեկեց, որ Մանես բարեգործական հիմնադրամը եւս 2 քաղաքաշինական ծրագրեր է ֆինանսավորել։ 5 միլիոն դրամ ներդրվել է լուսավորության համակարգի ընդլայնման եւ 10 միլիոն ներքամայնքային ճանապարհների փոսային նորոգումների նպատակով։ Խոսելով քաղաքի բարեկարգման ծրագրերից, Արտավազդ Վարոսյանը անդրադարձավ նաև խաղահրապարակներին եւ թաղամասային զրուցարաններին։ Կառավարության կողմից մարզերի համաչափ զարգացման ծրագրի 3-րդ փուլի հատկացումներով կնորոգվի եւս մի քանի բազմաբնակարան շենքի տանիք։ Նկատելի է նման ծրագրերի բնակիչների ֆինանսական մասնակցության ակտիվացումը։ Շատ շենքերի բնակիչներ նույնպես պատրաստակամություն են հայտնել իրենց շենքերի տանիքների նորոգման դեպքում համաֆինանսավորել ծրագիրը։ Տարվա առաջին 4 ամիսներին համայնքի սեփական եկամուտները գերակատարվել են, կազմելով 106%։ Խորհրդակցության ընթացքում անդրադարձ եղավ մշակույթի բնագավառին։ Մայիսի 30-ին բարեկամական այցով Ալավերդի կժամանի Վրաստանի քույր քաղաք Քոբուլետի պատվիրակությունը հայ-վրացական համատեղ միջոցառման նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են։ Մշակութային տոնակատարությամբ հավուր պատշաճի կնշվի նաև հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Մերի Կոլոլյան, Արման Տիտանյան, մարզպետարանի ժամ։ Մարտի Շենավան գյուղում գարնան հետ շինարական աշխատանքներ են մեկնարկել։ Երկրաշարժից ավերված գյուղը տարեցտարի փոխվում է ու ավելի բարեկեցիկ դառնում։ Շենավանում, ինչպես նաև մարզի մյուս համայնքներում շինարական աշխատանքները վերահսկվում են մարզպետարանի, նաև անձամբ մարզպետի կողմից։ Նույն կամ գրեթե նույն խնդիրներն են նաև Սարամեջում, որը նույնպես Սպիտակի տարածաշրջանի գյուղերից է։ Սամվել Կարապետյանը իր տնամերձ այգում կարտոֆիլ է ցանում, նախորդ տարի այգուց լավ բերք են ստացել, հիմա էլ մեծ հույսերով է կարտոֆիլը հողին տալիս։ Տնամերձից բացի իր ունեցած բոլոր հողերը Սամվելը այս տարի ցանել է եւ լավ բերք ստանալու ակնկալիքներ ունի։ Հույսով բոլորն էլ հույսով են ապրում, հիմի մենք չենք կարող ասենք թե կարկուտը վնաս կտա, թե չի լինի, թե կլինի, դա չենք կարող որոշենք։ Շենավանում 510 բնակիչ կա, 167 ծուղ։ Շենավանցիներն աշխատասեր մարդիկ են եւ հողագործությամբ են զբաղվում եւ անասնապահությանն են զարկ տալիս։ Գյուղում քիչ են նաեւ արտագնա աշխատանքի մեկնողները, ովքեր վերադառնալուց հետո անպայման ավելացնում են իրենց անասնագլխաքանակը։ Այսօրվա դրությամբ ասենք ցանց կա։ Հողերը հիմնականում արեն արվույթ։ Գյուղի հողատարածքներ մշակելու համար շենավանցիները ստիպված են լինում օգտվել հարևան գյուղի գյուղտեխնիկայից, ինչն էլ կրկնակի ծախս է պահանջում։ Մի գութանա հետևից, ոչ կոմբայն ունենք, ոչ շարքացան ունենք, ոչ մի կոմբան ունենք, կուֆ ունենք, ոչ բանը չունենք։ Շենավան համայնքը մինչև երկրաշարժը հայտնի էր կարտոֆիլի, կաղամբի եւ ճակնդեղի դաշտերով, չնայած Արարատյան դաշտավայրի բերքատվությունը չունեն, բայց շատ էլ հետ չէին մնում։ Շենավանում այսօր անօթևան մնացած միայն մեկ ընտանիք կա, որի բնակարանի շինարարությունն արդեն ընթացքի մեջ է։ Բնակարանաշինության ծրագիրը գյուղական համայնքներում պետք է շարունակական լինի, կարծում է գյուղապետը, քանի որ բնակարանների կարիք հատկապես երիտասարդ ընտանիքներն ունեն։ Երևի մեր կառավարությունը մի օր դրա մասին կմտածի գյուղում
երիտասարդ, աճող ընտանիքների համար առանձին բնակարանաշինության հարցով։ Ջրի խնդիրը Շենավանում լուծված է, խանգարում է միայն այն հանգամանքը, որ լեռներում գտնվող աղբյուրյակը սաստիկ սառնամանիքներին հաճախ է սառչում։ Գյուղն ապահոված է բնական գազով։ Միակ համայնքն է ամբողջ 915 համայնքի մեջ, որը գազի խողովակը միջին ճշման ցանկացած տնից 5 մետր հեռավորության վրա։ Շենավանի մանկապարտեզը երկրաշարժից հետո չի գործում, գյուղը նաև համայնքային կենտրոնի անհրաժեշտություն ունի։ Մերի Կոլոլյան, Լիլիթ Լյորչյան, Մարզպետարանի ժամ։